Գարիկ Կարապետյանը երիտասարդ դերասան է, ով վերջին շրջանում ճանաչում է ձեռք բերել իր հստակ և համոզիչ դերակատարմամբ։ Նա ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 26-ին Արմավիրում։ Դերասանական աշխատանքի մեջ Գարիկն առանձնանում է լուրջ մոտեցմամբ և կերպարի հոգեբանությունը հասկանալու ձգտումով։ Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում նա մարմնավորում է Արմոյին, բացասական, հաշվարկող և հակասական կերպար։ Նրա խաղն այնքան իրատեսական է, որ հանդիսատեսը հաճախ նույնականացնում է դերասանին կերպարի հետ, ինչն ինքնին վկայում է դերի հաջող կերտման մասին։ Արմոն սերիալում կարևոր դեր ունի սյուժեի զարգացման մեջ և լարվածության հիմնական աղբյուրներից մեկն է։ Գարիկ Կարապետյանը նկարահանման ընթացքում աշխատում է կենտրոնացած և պատասխանատվությամբ, ուշադրություն է դարձնում կերպարի շարժառիթներին և ներքին տրամաբանությանը։ Նա նախընտրում է բարդ դերեր և չի խուսափում բացասական կերպարներից։ Այս փուլում Գարիկ Կարապետյանը ձևավորվում է որպես նպատակասլաց դերասան, ով իր աշխատանքով փորձում է հաստատել իրեն հայկական հեռուստասերիալների ոլորտում։ Նա մեծ ուշադրություն է դարձնում ռեժիսորի հետ աշխատանքին և փորձում է հնարավորինս ճշգրիտ փոխանցել սցենարի գաղափարը։ Գարիկ Կարապետյանի համար կարևոր է, որ կերպարը լինի տրամաբանական և հավատալի, անկախ նրանից դրական է այն թե բացասական։ Դերասանը չի ձգտում արագ հայտնի դառնալու, նրա համար առաջնայինը մասնագիտական աճն է և կայուն աշխատանքը ոլորտում։ Նա պատրաստ է աշխատել տարբեր ժանրերում և փորձել իրեն տարբեր բնույթի կերպարներում։ Գարիկ Կարապետյանը գնահատում է կարգապահությունն ու թիմային աշխատանքը և նշում, որ հաջող նախագիծը հնարավոր է միայն փոխադարձ հարգանքի պայմաններում։ Այս մոտեցմամբ նա աստիճանաբար ձևավորում է իր տեղը հայկական հեռուստադաշտում որպես աշխատասեր և լուրջ վերաբերմունք ունեցող դերասան։ «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալը հեռուստաէկրաններին է սեպտեմբերի 1-ից։ Մինչ այդ հեռուստաէկրաններին էր Ելենա Արշակյանի «Մեկ այլ» ռեյթինգային նախագիծ։ Հեռուստասերիալում նկարահանվում են ինչպես արդեն հայտնի, սիրված ու տաղանդավոր դերասան-դերասանուհիներ, այնպես էլ նորահայտ դերասան-դերասանուհիներ։ Հեռուստասերիալը սիրային գեղեցիկ պատմություն է անցյալից եկած խնդիրներով, որոնք անգամ հեռու ապագայում անլուծելի են թվում։ Ֆիլմի հերոսուհին ծնվել և մեծացել է Սյունյաց աշխարհում և մանկուց լսելով «Հարսնաձորի լեգենդը» ինքն էլ հավատում է սիրո ուժին ու կարևորությանը։ Սցենարիստը չէր ցանկացել փակագծեր բացել, բայց նշել էր՝ սյուժեն այնպես է կառուցված, որ լեգենդը կարևոր տեղ ունի պատմության մեջ։ Ֆիլմը խոստանում է դառնալ սիրո, հավատարմության և հայրենիքին նվիրվածության պատմություն՝ միահյուսված հայկական լեգենդների ու ժամանակակից կյանքի հետ։ Պրոդյուսերը Ելենա Արշակյանն է, ռեժիսորը Գոհար Արշակյանը, սցենարի հեղինակն Անահիտ Մխիթարյանինն է։ Դերասանական կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստներ Հրաչյա Գասպարյանը և Անետ Հարությունյանը, Ռոմելա Սարգսյանը, Թամ Սահակյանը, Կարեն Մանթաշյանը, Մարիամ Դավթյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Հարութ Արշակյանը և այլք։ Անահիտ Մխիթարյանը Թերթեյմ Լայֆի հետ զրույցում ասել էր, որ հերոսուհին ծնվել և մեծացել է Սյունյաց աշխարհում և մանկուց լսելով «Հարսնաձորի լեգենդը» ինքն էլ հավատում է սիրո ուժին ու կարևորությանը։ Ես ու Ելենան որոշում ենք կայացրել օգտագործելով հեռուստատեսության ուժը մեր կարողությունների չափով անդրադառնալ Հայաստանին, ցույց տալ գեղեցիկ վայրերը, պատմել լեգենդները, ներառել հին երգերը և մեկ անգամ ևս հիշեցնել, թե ինչքան կարևոր է հայրենիքը։ Չեմ կարող չնշել «Լեռները կհիշեն» նախագծի մասին, որի նկարահանումներից հետո մեծացավ հետաքրքրությունը Խուստուփի հանդեպ։ Մինչ այսօր մարդիկ պատմում են, որ մեր եթերից հետո նպատակադրվել ու Խուստուփ են բարձրացել։ Կարծում եմ սրանից լավ գնահատական լինել չի կարող։ Ռոմելա Սարգսյանն էլ նշել էր, որ սցենարը կարդալուց բոլորը հուզվում են։ Բավականին ինտրիգային և շատ հուզիչ պատմություն է, այնքան հուզիչ, որ մենք դերասաններով, երբ սենյակում կարդում ենք, անպայման հուզվում ենք։ Իմ կերպարը արդարամիտ, արդարախոս ու համարձակ աղջիկ է, բայց միևնույն ժամանակ շատ նուրբ ու էմոցիոնալ։ Կերպարս Նարեն ինձ թույլ է տալիս ավելի համարձակ լինելու կամ նույնիսկ այն իրավիճակներում խոսելու ուժ, երբ թվում է պետք չէ։ Ստեղծագործական խումբը վստահ է՝ պատմությունը ոչ միայն կգրավի հեռուստադիտողներին, այլև կոգեշնչի մեկ անգամ ևս բացահայտելու Հայաստանի գեղեցիկ վայրերն ու հարուստ լեգենդները։
Դե ինչ, միացեք մեր ալիքին և իհարկե գրեք ինչպես եք գնահատում Արմոյի կերպարը և արդյոք Գարիկ Կարապետյանը կերպարի ասելիքը կարողանում է հասցնել հեռուստադիտողին, թե ոչ։ Հեռուստադիտողները միանշանակ նշում են, որ նրա ձայնը շատ հաճելի է, նրան դիտելն ու տեսնելն իսկական հաճույք է, չնայած որ նա բացասական կերպար է մարմնավորում։